Երբ 35 տարեկան էի, ինձ թվում էր կնախընտրեի մահանալ, քան գեր լինել։ Երբ 62 կիլո էի, կարծում էի, թե գեր եմ։ Այդպիսով սկսեցի տարվել այդ կպչուն մտքերով, փորձելով ամեն ինչ՝ բուլիմիա, դիետիկ հավեր։ Ես պատրաստ էի ամեն ինչի, միայն թե գեր չլինեի։ Մի ընկեր ունեի, ով մեթ էր օգտագործում, ու ես խնդրեցի իրենից մի փոքրիկ փաթեթ։ Դա չէի ուզում անել, որ ազդեցության տակ լինեի, ուղղակի ուզում էի, որ ախորժակս փակվեր, դա էր միայն իմ նպատակը։ Ուղղակի ուզում էի 5 կիլոնի հարել, որ նորից լինեի 57 կիլո։ Շատ արագ, ընդամենը 2 շաբաթում կախվածություն առաջացավ։ Մենք թմրամոլներս մի տերմին ունենք, հետապնդում, որվա ամեն վայրկյան փորձում ես գտնել թմրանյութը։ Մի գիշեր, թվում էր ամուսինս պարզապես հոգնել էր ամեն ինչից, պատրաստվում էր լքել ինձ։ Երբ կախվածությունն ուժեղացավ, ամեն առավոտ արթնանում ու ինձ հարցնում էի. այսօր կապրեմ, թե կմեռնեմ։ Մի անգամ խմեցի մոտ 20 մկանի հանգստացնող հավ ու մի ամբողջ շիշ տեկիլա։ Ես հայտնվեցի շտապ օգնության սենյակում։ Գիտակցեցի, պետք է ինչ-որ բան անեմ, հակառակ դեպքում ամեն ինչ կկորցնեմ։ Երբ թերապևտն ասաց, որ յուրաքանչյուր ապաքինում հիմնված է հավատքի վրա, Աստծո կամ որևէ բարձր զորության, ես բարկացա։ Զայրացած էի Աստծուց, այն ամենի համար, ինչ պատահել էր ինձ իմ մանկությունում, այն ամենի համար, ինչ ուզում էի նա փոխեր իմ կյանքում, բայց նա չփոխեց։ Այն ժամանակներում դա կոչվում էր խստապահանջ դաստիարակություն։ Ու ես իսկապես զայրացած էի շատ։ Ցանկացած թմրամոլ գիտի, կան խորքային խնդիրներ, որոնք ուժեղացնում են կախվածությունը։ Հենց այդ օրերին բարեկամս զանգեց ու ասաց. «Մորաքույր ջան, ուզում էի իմանալ, եկեղեցին կախվածությունից ապաքինման ծրագիր ունի»։ Դժկամությամբ Աստծուն ասացի. «Լավ, կփորձեմ քո ձևով, բայց եթե չստացվի, չես կարող մեղադրել ինձ։ Սա իմ վերջին փորձն է քեզ հետ»։ Քայլ առ քայլ գնալով հասանք կախվածությունից ապաքինման ծրագրի 3-րդ քայլին՝ վստահել Աստծուն, հանձնել մեր կամքը նրան, ու ես մտածում էի, էլի նույն հին խոսքերը, պետք է ամեն ինչ քո ձևով անեմ։ Ես չէի տեսնում այդ ճանապարհը։ Իրական օգնությունը եկավ, երբ կարդացի Ensign մի հոգևոր ամսագրի մի հոդված, որը երթվել էի չկարդալ։ Եվ այս հոդվածում հեղինակը խոսում էր Ղովտի կնոջ մասին։ Ղովտն ու ընտանիքը պիտի հեռանային այդ քաղաքից, այն պետք է ոչնչանար։ Եվ նրան զգուշացվել էր ետ չնայել, բայց մենք բոլորս գիտենք, Ղովտի կինը ետ նայեց եւ դարձավ աղի սյուն։ Ինչու դա պատահեց նրան։ Հեղինակը ասում էր, խնդիրը հենց ետ նայելը չէր, այլ ետ նայելը կարոտով։ Սիրտը դեռ Սոդոմում ու Գոմորայում էր։ Երբ կարդացի այդ բառերը, ասացի. ես Ղովտի կնոջ նման եմ։ Ես եմ ետ նայողն ու կարոտող այն բաների, որոնք այլևս չկան։ Ետ նայելով մի կյանքի, որտեղ եթե մնայի, կկործանվեի։ Իմ պատկերացմամբ 3-րդ քայլը հենց դա է, ամբողջովին վստահել Աստծուն։ Ու գիտակցել, որ այս տիեզերքի արարիչը ոչ միայն կարող է օգնել քեզ ապաքինվել, այլ նաև կարող է քեզ տալ մի լրիվ նոր կյանք և նոր սիրտ քեզ համար։